Լավրովի այցը մի քանի նպատակներ էր հետապնդում։ Առաջին հերթին կարծում եմ, որ այս անգամ կհամաձայնվեմ ինչ-որ տեղ, որ դա իսկապես Էդուարդ Նալբանդյանի հրավերն էր։ Այսինքն ոչ թե միշտ մեր տպավորության միշտ ընդհակառակն է եղել, հա, այսինքն իրենք խնդիր են ունեցել, ասել են հրավեր ձևակերպեք, գաք։ Այս դեպքում կարծում եմ իսկապես ոնց ասվել էր այնպես էլ կար։ Առաջին հերթին ես կապում եմ ԵԽԽՎ-ում Ուելթերի ելույթի եւ դրանից հետո քաղաքական հանձնախմբում ընդունված այդ խայտարակ փաստաթղթի հետ, որովհետեւ ճիշտն ասեմ, իմ տպավորությամբ միայն խավիարային դիվանագիտությամբ չի հարցերը լուծում այդպիսի մեծ հարթակներում, հա, միայն դրան վերագրել ասել, այսինքն ինչ ուզեք կարելի է ասել, բայց փորձը ցույց է տալիս, որ դիվանագիտական նման պարտությունների մեջ անպայմանորեն կա գեոքաղաքական ֆակտոր։ Ես կարծում եմ ԵԽԽՎ-ն շատ նեղացած է նաև հայկական կողմի վրա Ռուսաստանի հետ կապված խնդիրներով։ Եթե հիշում եք, այնտեղ խնդիրներ եղան ԵԽԽՎ-ում ռուսական, հա, պատվիրակության հետ կապված եւ այլն, եւ ԵԽԽՎ-ն, այսինքն ինչ որ ձևով, ինչ որ տեսքով, այսինքն չերևացող նույնիսկ գործընթացներով փորձեց Հայաստանի մի քիչ տեղը դնել, այսպես ասենք։ Պարզ է, որ Էդվարդ Նալբանդյանը եւ հայկական դիվանագիտությունը հասկանալով այդ ամենը շատ արագ Լավրովին ասեցին, որ այսինքն իմ տպավորությամբ, որ ձեր պատճառով մեզ սենց մի հատ եկեք տեսնենք ինչ է լինում։ Սա իմ կարծիքով առաջի կարևորագույն խնդիրն է։ Երկրորդ խնդիրը ես կարծում եմ, որ Լավրովը ինքը ասեց, գիտեք, եթե նայեք ուշադիր լինեք, հա, Սերգեյ Լավրովն ինչ ասեց, ասեց առաջին իսկ խոսքերը, որ սեպտեմբերի 7-ի պայմանավորվածություններին Վլադիմիր Պուտինը ամբողջությամբ պատրաստ է կատարել։ Եթե դիվանագիտական լեզվով հասկանանք, պիտի հասկանանք, որ նաև նկատի ուներ, որ հայկական կողմն էլ ինչ-որ ճանապարհ պիտի անցնի, չէ՞, դժվար սեպտեմբերի 7-ին երկու ստեկ չլինեին, հա, պարտավորությունները։ Երրորդ խնդիրը իմ կարծիքով ավելի շատ չէր վերաբերվում սիրիական խնդրին, որովհետև սիրիական խնդրի ինքնին հիմա այնպիսի վիճակում էր, աշխարհի մեծերը լուծումները չեն կարողանում մինչև վերջ գտնել։ Ես կարծում եմ ավելի շատ նվիրված էր այն խնդիրներին, թե կարելի է Հայաստանի տարածքը ինչ-որ ձևով օգտագործել ապագայում, բայց դա էլ մեծ դժվարություն է ներկայացնում, որովհետև Վրաստանը, գիտեք, նույնիսկ մեր զինամթերքը, եթե չգիտեք ասեմ, այն ինչ գնված է 200 միլիոն, հիշում եք մեզ վատք տվեցին եւ այլն, դա նույնիսկ չեն կարողանում հայկական կողմը անցկացնել, ինչքան է Սերժ Սարգսյանը անձնապես նույնիսկ ինչքան ես լսել եմ, փորձեր անի պայմանավորվել վրացական կողմի հետ այդ զինամթերքը Հայաստան տեղափոխելու եւ հիմա շատ երկար ճանապարհ պիտի անցնի այդ ամենը, որպեսզի հասնի Հայաստան։ Ամենակարևորագույն խնդիրը, որ Հայաստանի համար այդ կոնտեքստում լուծվեց, դա համատեղ զորամիավորումն էր հակաօդային պաշտպանության Ռուսաստան-Հայաստան, որը Հայաստանի համար թուրքական վերջին նկատումներից, որոնք մեծ սահմաններ անցան եւ այլն, շատ կարևորագույն հարց է, որովհետեւ արդեն ոչ միայն Հայաստանում տեղակայված զինվորական ենթակառուցվածքներն են գումարվելու դրան, այլ գումարվելու է Ռուսաստանի հարավային ուղղության ամբողջ զորամիավորումները։ Լավրովը, ես կարծում եմ Ռուսաստանի ինչ որ նաեւ շատ գործուն աջակցության պարագայում, եթե նկատեցիք Մինսկի խմբի համանախագահները հենց մի քանի օր հետո, Լավրովի այցից հետո, շատ կոշտ հայտարարություն արեցին այն բանի մասին։ Այո, ԵԽԽՎ-ի, այսինքն Ռուսաստանը ասեց, հա, մեր համար եք դուժի, մենք էլ հիմա կգնանք պայմանավորվենք, որ այդ զեկույցը որևէ առարկայական ազդեցություն Հայաստանի Ղարաբաղյան քաղաքականության վրա չունենա։ Գնալ Մոսկվայում նստել, ասել, որ օդակայանը կարելի է օգտագործել, այսինքն մի այնպիսի խնդրի, որը համաշխարհային խնդիր է, բոլորը այդ խնդրից աշխատում են ընդհակառակը հեռու պահել իրենց ինչ որ առումով, նստել այդպիսի բան ասել, նորից եմ կրկնում, հավատալով ինչ որ ռուսական, այսպես կոչված, եթե նրանք ռուսներն ազգությամբ մարդկանց հորդորներին, որ այդպես դուք Պուտինի մոտ կունենաք էլ ավելի մեծ ընկալում, որովհետև դա ինչ որ չափով ցույց է տալիս Վլադիմիր Պուտինի գործողությունների տրամաբանության ընդունում, սա գումարեք մի երկու օր առաջ Սուտկովը, հա, արտահայտություններ արել, որ սահմանը պետք չի Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ, այդ տեսնում եք, արդեն քաղաքականություն է գնում ինտեգրելու այդ չճանաչված պետությունները Ռուսաստան եւ այլն,
նույնիսկ եմ կրկնում, էլի ոչ մեկին չներացնելու, իմ տպավորությամբ արդեն պահը եկել է բոլորի համար անխտիր, հասկանալով, որ խոսքը, որը ասվում է, պիտի այնքան մտածված ու այնքան զգուշ ասվի բոլոր առումներով արդեն, որովհետև այն ժամանակները, որ ով ինչ ուզում էր խոսում էր, ու մենք էլ բան չէինք հասկանում, իրենք էլ անցել են արդեն։ Ով բանտային ռեժիմի մի քիչ ծանոթ է, մի հատ շատ լավ խոսք կա։ Ասում է լռությունը հազար դարդի դարման է։ Այդ հանրապետական կուսակցության ներկայացուցիչների իմ տեսակետից ավելի լավ կլներ խորհուրդ տալ հենց սա, որովհետև նորից եմ կրկնում, բաներ են ասվում, որոնք լրիվ ոչ մի ձևով չեն համապատասխանում ոչ պետական քաղաքական գծին, այսինքն լինելով ֆրակցիայի անդամ նույն հանրապետական կուսակցության կարծիք է հայտնվում, որը ոչ Սերժ Սարգսյանի կարծիքին է համապատասխանում, հետո գործադիր նիստ է լինում, գործադիր նիստն ասում է ստահոդ լուրեր են, այսինքն մարդը չի իմացել, որ ստահոդ լուրեր են, նույն կուսակցության մեջ ելնելով մեկնաբանել է։ Դա ինչ որտեղ Հայաստանի նախազգուշացումների շարք է, որ այսպիսի թեմա կարող է ծագել։ Այ հիմա եկել է պահը, որ յուրաքանչյուր ասված խոսք դառնալու է սկանդալ։ Հայկական կողմը իմ տպավորությամբ Հերմինե Նաղդալյանից սկսած մինչև Բակո Սահակյան չէին պատկերացնում, որ այդքան պատկված է վիճակը, որ իրենց ասված խոսքերը, ինչ որ իրենց արված արտահայտությունները դառնալու այդքան մեծ քննարկման եւ սկանդալի թեմա։ Կարծում եմ հիմա թե անվտանգության խորհրդի նիստը իմ տպավորությամբ, ես չգիտեմ, բայց այդպիսի տպավորություն եմ ստանում Հայաստանում կայացած անվտանգության խորհրդի նիստը, թե գործադիրի ՀԿ-ի նիստը, ես կարծում եմ հենց դրան էլ ուղղված է, որովհետեւ մի հատ անհասկանալի բան է ստացվում ու շատ վատ բան է ստացվում։ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ ասում է Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ, մի քանի օր հետո տեսնում են Ղարաբաղի նախագահը նստած Մոսկվայում ասում է ոչ թե միայն Հայաստան չի, այլ մենք հաց լուծող ենք ու շատ սխալ ուղղությամբ հաց լուծող ենք։